Բարև ձեզ։ Այսօրվա թեման թե ինչպիսի հավատացյալներն են փրկության արժանի ըստ Քրիստոսի։ Մի հատված կարդամ Աստվածաշնչից, որպեսզի ավելի լավ հասկանանք նյութը։ Երբ մարդու որդին գա իր փառքով եւ բոլոր հրեշտակները նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։ Նրա առաջ կհավաքվեն բոլոր ազգերը, և նրանց միմյանցից կզատի, ինչպես հովիվն է զատում ոչխարներն այծերից։ Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին իր ձախ կողմում։ Այդժամ թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. «Եկեք, իմ հոր օրհնյալներ, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցեցի և ինձ կերակրեցիք, ծարավեցի և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի և ինձ հյուրընկալեցիք, մերկ էի և ինձ հագցրիք, հիվանդ էի և ինձ խնամեցիք, բանտում էի և ինձ այցելեցիք»։ Այդ ժամանակ արդարները կդիմեն նրան և կասեն. «Տեր, քեզ երբ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք, քեզ երբ օտարական տեսանք և հյուրընկալեցինք, կամ մերկ և հագցրինք, քեզ երբ հիվանդ կամ բանտում տեսանք և այցելեցինք»։ Թագավորը կպատասխանի նրանց կասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ինձ համար արեցիք»։ Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. «Հեռացեք ինձնից, անիծյալներ, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար, որովհետև քաղցեցի և ինձ չկերակրեցիք, ծարավեցի և ինձ խմելու ջուր չտվեցիք, օտարական էի և ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի և ինձ չհագցրիք, հիվանդ էի և չայցելեցիք, բանտում էի և ինձ չայցելեցիք»։ Այդ ժամանակ նրանք կպատասխանեն և կասեն. «Տեր, քեզ երբ տեսանք քաղցած կամ ծարավ կամ օտարական կամ մերկ կամ հիվանդ կամ բանտում և չծառայեցինք քեզ»։ Այն ժամանակ կպատասխանի նրանց և կասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս փոքրիկներից որևէ մեկին չարեցիք, ինձ համար չարեցիք»։ Նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։ Ժողովուրդ ջան, հիմա ուզում եմ, որ ճիշտ հասկանանք Քրիստոս ինչ է ուզում մեզնից իր կյանքի դիմաց, իր տրված, իր արյան դիմաց, իր փրկության դիմաց, հավիտենական երանության փրկության դիմաց, ինչ է ուզում, որ իր համար անենք։ Նախ տեսնենք ինքը ում հետ է իրան ասոցացնում, ում է իրան Տեր համարում, ում համար է, որ մի բան անես, կդառնա, որ իր համար ես անում։ Ոնց կարող ենք մենք Քրիստոսին մի լավություն անել, ոնց կարող ենք, օրինակ համակարգչի կամ հեռախոսի առաջ նստելով, ինչ որ կոմենտներ գրելով կարող ենք իրան լավություն անել, կամ երկար աղոթքներով կարող ենք իրեն լավություն անել, կամ շատ քարոզներ լսելով, կամ ուղղակի լավ մարդ լինելով, չէ, մենք կարող ենք Աստծուն լավություն անել, երբ որ մեր սիրտը, մեր միտքը, մեր էությունը այնպես պատրաստենք, որ Աստված մեզ մի այնպիսի հանձնարարություն տա, որով որ մենք մեր սահմաններից դուրս գանք արդեն ու մենք ինչ որ մի մարդու, որը որ Աստծո հույսին է ամբողջությամբ, որը որ օրինակ օտարական է, օրինակ քաղցած է, օրինակ մերկ է, օրինակ հիվանդ է, օրինակ բանտում է, օրինակ որբ է եւ այլն, նման մարդկանց դու կարողանաս բարիք անես։ Երբ կարա մարդը նման մարդկանց բարիք անի, երբ որ իր անձը ուրանա, երբ որ իր կոմֆորտը թողնի հանուն փրկության,
երբ որ անհոգությունից դուրս գա ու հոգևոր կյանքում այնքան աճի, որ արդեն իր հոգևոր գիտելիքները, իր հավատքը այնքան աճած լինի, այնքան մեծ լինի, որ բավականացնի, նաև ավելցուկ տա, այսպես ասած, որպեսզի ուրիշները սնվեն արդեն իր սիրուց, որ ինքը Աստծուց ստանում է, իր հավատքից սնվեն, իր իմաստուն խոսքերից սնվեն, ինչ որ ինքը ունի, բացի այդ ամեն ինչը, նաև մարդը շատ կարևոր է, որ մարդը իր մարմինը տրամադրի Աստծո գործի ծառայությանը։ Այսինքն դա ինչ է նշանակում, այստեղ ինչ որ մենք տեսանք, ծառավեցի, սոված էինք, կերակրեցիք, հիվանդ էինք, այցելեցիք, խնամեցիք, դրանք բոլոր այնքան խոնար աշխատանքներ են եւ ինչպես նաեւ մարդկային ջանք են պահանջում ֆիզիկական, նաեւ կարեկցանք, նաեւ գութ հանուն Քրիստոսի, որի դիմաց ոչ մեկ չի վարձատրվում։ Օրինակ, երբ որ մարդը կանգնում է ինչ-որ մի հազարավոր մարդկանց առաջ ու քարոզում է ու խոսում է, դրանով ինքը ձեռք է բերում օրինակի համար ինչ-որ չափով փառք, ճանաչում է ձեռք բերում դրանով, ինչ-որ մի բան, այսպես ասած, ստանում է, բայց դա էլ է անշուշտ պետք, բայց Քրիստոսը առաջնային բան, որ դնում է, որ մարդու փրկությունը դրանով պայմանավորվի, դա այնպիսի աշխատանքներ են, որ հիմնականում ոչ մեկ չի վազում այդպիսի աշխատանքների հետևից։ Օրինակ, եթե համեմատենք աշխարհում, դա, այսպես ասած, մաքրուհու աշխատանքն է, կամ բուժքույրի, կամ չգիտեմ, սանիտարքի աշխատանքն է։ Աստված ուզում է, որ մենք եկեղեցում առաջնայինը մեր անձը պատրաստենք, մեր հավատքը այնքան զորացնենք ու մենք այնքան աճենք Քրիստոսի մեջ, որ մենք կարողանանք ոչ թե արդեն ինչ-որ բանի հասած մարդկանց համար օգտակար լինենք, արդեն ինչ-որ այդքան պակաս պռած չեն, այլ հենց նրանց համար, որոնց համար ոչ ոք հոգ չի տանում, հենց այդպիսի մարդկանց համար, ովքեր ամբողջապես Աստծո հույսին են մնացել։ Նման մարդիկ, որ մեր կյանք հաղցած են, սոված են, բանտում են, օտարական են, նրանք քեզ ոչինչ չունեն, որ քո դրա դիմաց վարձատրեն, բայց քո վարձքը երկնքից կլինի, Աստծուց կլինի։ Մի հատ հատվածել եմ ուզում կարդամ, թե ինչի մարդիկ այդ ամեն ինչը չեն անում, մենք ոնց հասկանանք, ինչի հավատացյալները խորամուխ չեն այդ աշխատանքների մեջ, ինչի իրանց հավատքը չի բավականացնում։ Մատթեոս Ավետարանից 25-րդ գլխից 3-րդ համարն եմ ուզում կարդամ, չեմ ուզում ամբողջ առակը կարդամ, 10 կույսերի առակը։ Այստեղ ասում է. հիմարները լապտերները վերցրին, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին, իսկ իմաստունները իրենց հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ Օրինակ, ինչի համար մենք կարանք հասկանանք, ինչի համար հիմարները լապտերները վերցրին, բայց ձեթ պահեստի չվերցրեցին, ինչի համար։ Օրինակ, ինչի համար մարդը կարա ճանապարհ գնա ու կամ ինչ-որ մի օրինակ պարզվի, որ մի որոշ ժամանակ լույս չի լինելու ու ինքը ինչ-որ խնայողություն չանի, ինչի համար, որովհետև անհոգություն կանի, ճիշտ է։ Օրինակ, Աստծուն որ հավատացյալները չեն հաճելի, որ մարդիկ, որ սպասում են Քրիստոսի գալստյանը, որ սպասում են իրանց Տիրոջ գալստյանը, իրանց Տիրոջ արյունով գնված փրկությանը, որ մարդիկ չեն հաճելի Աստծուն, որ մարդիկ չեն հասնի այդ փրկությանը, այսպես ասած, անհոգ մարդիկ, անհոգ հավատացյալները, որոնք իրենց հոգևոր կյանքի համար հոգ չեն անում, որոնք իրենց անձերը չեն սրբում, չեն պատրաստում իրենց Տիրոջ հետ հանդիպմանը, ուշադիր չեն, թե Աստված իրանց սրտում ում հանդեպ ինչ է դնում, որ իրանք անեն, կամ եթե նույնիսկ ինչ-որ մի բան էլ դնում է իրանց սրտում, որ ինչ-որ մեկի համար անեն, իրենք գուցե
այլ ցկտումներ ունեն, այլ երկրավոր այսպես ասած սրտի ցանկություններ ունեն, որոնք իրենց խանգարում են, որ նույնիսկ եթե տեսել են, որ իրանց սրտում կա դրված ինչ-որ մեկի հանդեպ ինչ-որ բան անել, իրենք չեն կարողանում, որտեղ խանգարում է իրանց ձգտումները, իրանց ցանկությունները, որոնք որ Աստծո մեջ չեն, Քրիստոսի փրկության մեջ չեն մտնում։ Ինչա մեզնից պահանջում Քրիստոսը փրկության համար։ Մի հատ հատված կարդամ այլ տեղից, ասում է Քրիստոսը. բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը չգերազանցի դպիրների ու փարիսեցիների արդարությանը, երկնքի արքայություն չեք մտնի։ Հիմա Քրիստոսը մեզնից ինչ է ուզում, մենք որն է դա, ոնց մենք դպիրների ու փարիսեցիների արդարությանը գերազանցենք։ Հաջորդիվ ինքը ասում է. լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին, մի սպանիր։ Սա ասվել է դպիրներին ու փարիսեցիներին, ու իրանք դա պահում են, իրանք արդար էին երևի այդ հարցերով, իրանք չէին սպանում, բայց Քրիստոս եկավ ու մեր առաջ ինչ պահանջ դրեց, ասում է. բայց ես ձեզ ասում եմ, ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, եւ ով իր եղբորն ասի հիմար, ենթակա կլինի ատյանի, եւ ով իր եղբորն ասի անմիտ, կդատապարտվի գեհենի կրակին։ Հաջորդը լսել եք, թե ինչ ասվեց, մի շնանա, բայց ես ձեզ ասում եմ, ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։ Քրիստոսի պահանջները այլ է, դպիրներն ու փարիսեցիները այլ բան էին պահում, նրանք պարզապես չէին շնանում, բայց Քրիստոսը այլ բան է պահանջում մարդկանցից։ Ասում արդարև ասվել է, ով արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա, բայց ես ձեզ ասում եմ, ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, ինքն է պատճառ դառնում, որ նա շնանա, եւ ով արձակված կնոջ հետ ամուսնանա, շնություն արած կլինի։ Լսել եք դարձյալ, թե ինչ ասվեց նախնիներին, սուտ մի երդվիր, այլ կատարիր այն, ինչ երդվել ես Տիրոջը, բայց ես ձեզ ասում եմ, ընդհանրապես մի երդվիր, ոչ երկնքի վրա, որտև Աստծո գահն է, ոչ երկրի վրա, որտև նրա ոտքի պատվանդան է, ոչ Երուսաղեմի վրա, որտև մեծ արքայի քաղաքն է։ Այստեղ մենք շատ հաճախ հանդիպում ենք, լսել եք ինչ ասվեց, բայց ես ձեզ ասում եմ, մեր համար շատ կարևոր է տեսնել, թե Քրիստոս մեզ ինչ է ասում, դպիրներն ու փարիսեցիներն էլ էին անում այդ բաները, բայց Քրիստոս մեզ ուրիշ բան է ասում, որ մենք անենք, ավելի խորը, ավելի անձնազոհ, ավելի սուրբ, քան որ անում էին դպիրներն ու փարիսեցիները, մենք օրենքով չենք փրկվում, չէ՞։ Այստեղ շարունակում է, լսել եք ինչ ասվեց, աչքի դիմաց աչք եւ ատամի դիմաց ատամ, բայց ես ձեզ ասում եմ, չարին հակառակ մի կանգնիր։ Բայց ես ձեզ ասում եմ, չարին հակառակ մի կանգնիր։ Եթե մեկը քո ծնոտի աջ կողմին ապտակ տա, նրան մյուս կողմն է դարձրու։ Այստեղից ավելի պարզ է երևում, թե կոնկրետ ինչին է գնում խոսակցությունը, այսինքն մենք ինչպիսի մարդ պիտի լինենք, որ չարին հակառակ չկանգնենք, ու եթե հանուն դիմացինի, հանուն նրա, որ դիմացինի մեջ չարը մեռնի, մենք պետքա մեր մյուս ծնոտի մյուս կողմն էլ դեմ տանք, որպեսզի այդ մարդու միջի չարությանը բարությամբ հաղթենք, մենք պիտի նվիրված լինենք Աստծո խոսքին, մենք պիտի ամբողջությամբ բաց լինենք Աստծո խոսքի հանդեպ, Աստծո խոսքը ամբողջությամբ ընդունենք։ Այստեղ արդեն գալիս է, որ մարդը իր անձը ուրանում է, մարդը իր եսը իր մեջ սպանում է։ Մեր միջից շատ հաճախ Աստծո Քրիստոսի պատվիրանները կատարելու ճանապարհին միշտ շատ հաճախ մեր եսը կանգնում է մեր առաջ ու ասում է, որ ես սենց եմ ուզում, որ ես դա չեմ ուզում, դա ինձ ցավոտ է, երբ որ ծնոտիդ մյուս կողմն էլ ես դեմ տալիս, ցավոտ է, երբ որ դու ուրիշի համար երկու մղոնել ես անցնում իր հետ, դա հոգնեցուցիչ է։
Աստծո գործը կատարելը, այո, ինչ որտեղ ցավոտ է քո եսին, ոչ թե քո անձին։ Ինչ որտեղ հոգնեցուցիչ է քո եսը ուզում է հանգստանա, հա, քո եսը ուզում է իր համար վայելի կյանքը, բայց Քրիստոս չէր եկել այս աշխարհ վայելելու ու մեզնից ուզում է, որ մենք վերջնականորեն իրան նմանվենք։ Այս բոլոր բաները, որ ես ձեզ ասում եմ, այսպես արեք, ես ձեզ ասում եմ, այնպես արեք, դա տանում է կամաց նրան, որ մենք իրան նմանվենք։ Ասում է, ով քեզնից խնդրում է տուր եւ ով քեզնից ուզում է փող առնել, երես մի դարձրու։ Դժվար է, չէ, այդ անելը, որովհետեւ մենք չենք ուզում, ասում ենք թող ինքը գնա աշխատի ունենա, բայց Քրիստոս ասում է, եթե խնդրում է տուր, ասում է, լսել եք արդարև, թե ինչ ասեց, այսինքն այդ իրանց արդարությունն էր, պիտի սիրես քո ընկերոջը եւ պիտի ատես քո թշնամուն, բայց ես ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին։ Օրինակ, երբևէ զգացել եք, որ ինչ որ մեկին բարություն եք ուզում անեք, մեկին, որ ասենք օտարական է, որը բանտում է, որը ընդհանրապես սեր չի տեսել եւ այլն եւ այլն։ Այդպիսի մարդը սովորաբար թշնամություն է իրանից, այսպես ասած, դուրս տալիս, նույնիսկ նենց մարդկանց նկատմամբ, ովքեր ուզում են իրան բարություն անեն։ Դժվար է, չէ՞, բայց Քրիստոսի պատվիրանը լսելով ու դրան հետևելով, ասում է, սիրեցեք ձեր թշնամիներին, դուք անկախ ամեն ինչից սիրեք նրան, սա է իսկական քրիստոնեությունը, օրհնեցեք ձեզ անիծողներին, սա է իսկական քրիստոնեությունը, սա է, որ փարիսեցիների խմորով չեն խմորվում, սա է, որ փարիսեցիների ու դպիրների արդարությունը գերազանցում է։ Բարություն արեք ձեզ ատողներին եւ աղոթեք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ, որտեղ Քրիստոս եկել է այդ ձեզ չարչարողներին, հալածողներին, բոլորի սրտերը փոխելու ու իրան դարձնելու։ Իսկ մենք նրա ճշմարիտ ծառաները կլինենք ու երկնքի արքայություն կմտնենք այն դեպքում, երբ որ մենք սովորենք այս բաները կատարել իրականում։ Դա ամենախոնար գործն է, ամենաչերևացող գործն է, դրա համար ոչ մեկ չի պարգևատրում, բանտում, ոչ մեկ քեզ ոչ մի բանով չի պարգևատրում, երբ որ գնում ես օգնում ես, ոչ մեկ քեզ չի էլ ասում շնորհակալություն, այդպիսի անձնանվեր, անձնազոհ կյանք պիտի ապրենք, մեր անձը ուրացած կյանք պիտի ապրենք, դա դժվար է, բայց Աստված մեզ օգնում է այդ ճանապարհին, որպեսզի ճշմարտապես Քրիստոսի զավակներ լինենք ու փրկվենք։ Ասում եմ, եթե ողջույն տակ միայն ձեզ բարի կամեցողներին, ինչ ավել բան արած կլինեք, չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորներն էլ նույնն են անում։ Արդ կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Ու այստեղ շարունակում է նույն թեմայով, բայց մենք այսքանի վրա կանգ առնենք ու մենք միշտ պիտի հիշենք, որ մեր արդարությունը, որպեսզի մենք մտնենք երկնքի արքայություն, պիտի գերազանցի փարիսեցիների ու դպիրների արդարությանը, այսինքն ամբողջական երևացող արդարությանը, այսինքն որ երևում է, հա, երևում է, որ մենք չենք, ասենք, խմում, չենք ծխում, չենք անվայել տեղեր չենք գնում, ընտանիքը բաժանված չի, ամուսինները միասին չենք շնանում, երևացողը դա է, դպիրների եւ փարիսեցիների արդարությունը դա է, բայց մերը ներսի արդարություն պիտի լինի։ Մենք մեր մտքում չպիտի ցանկանանք, օրինակ տղամարդիկ ցանկասիրությամբ չպիտի նայեն։ Մենք մեր սրտում պիտի սիրենք մեզ ցավեցնողներին, մեր թշնամիներին, մեզ ատողներին, պիտի օրհնենք, պիտի աղոթենք նրանց համար։ Այս ամեն ինչը մենակ Աստված է տենում։ Քո աստվածպաշտությունը, քո քրիստոնեությունը չես կարա դու ուրիշին ցույց տաս։ Իրականը արդեն Քրիստոսից հետո, որ Քրիստոս եկավ ասեց, բայց ես ձեզ ասում եմ, այդ արդարությունը, այդ աստվածպաշտությունը արդեն իրականում Քրիստոսն է տեսնում։ Իրականում Աստված է տեսնում ու իրականում վարձատրվում է միայն, երբ որ Քրիստոսը գա, միայն, երբ որ մենք կանգնենք Աստծո առաջ։ Ինձ թվում է արդեն պարզ էր, հստակ էր միտքը, ինչ որ ուզում էի փոխանցեի, թող Աստված օրհնի ձեզ, որպեսզի բոլորս արժանանանք երկնքի արքայությանը, ամեն։